Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում։ Մի օր սա իր վեզիրին ասում է. Այ վեզիր, արի հլա մի սարսաղ հրաման տան, տենամ խալխը կկատարի։ Ումին էլ մի հրաման է դուրս գալի քաղաքով, մեկ թե ոչով չհամարձակվի գիշերով իր տանը լույս վառի։ Լույս վառողին ցցի վրա կնստացնի։ Մութն ընկնելուն պես, թագավորը հրամայում է, որ ման գան քաղաքի միջին, տենան հոմի տեղելա լույս չկա բառած։ Թագավորի մարդիկ ինչքան մանեկած, ոչ մի տեղ լույս չտեսան։ Այնա քաղաքի ծերն էին ասել, մին էլ ահա, մի տան միջի լույս է երևում։ Ու սլով մտան նեքսև, թակ կացան, ինչ տեսնեն։ Հերենիկ ջուլհակը նստած բանում է դազգայի առաջին, կողքին էլ կնիկը ճախարակով թելամանում։ Ականջներին թե ինչ են խոսում։ Հայ մարդ ասաց կնիկը, աչքերս գնում է, քունը ստանում է։ Բեր գլուխը դիր ծնկանս քնի, ասաց մարդը։ Կնիկը դրեց գլուխը մարդու ծնկանը քնեց։ Մի քիչ վաղ որ անցկացավ, մարդը զարթնացրեց կնկանը։ Այ կնիկ ասաց, դու հիմի նստիկ ու ճախարակին, ես մի քիչ աչքս կպցնեմ։ Ասաց ու գլուխը դրեց կնգա ծնկանն ու քնեց։ Տեղն ու տեղը իմաց տվին թագավորին, թե սա քաղաքի միջին մենակ ջուլհակի տանն էր լույս վառած։ Բերեք ինձ մոտ այդ ջուլհակին, հրամայեց թագավորը։ Այն րոպեին գնացին բերին։ Դու այդ քանի գլխանի ես, որ չես կատարում իմ հրամանը։ Չէ, ես հրամայել էի, որ գիշերը քաղաքում ոչով լույս չվառի։ Թագավորը ապրածքին է, ասում է ջուլհակը, ես աղքատ մարդ եմ, իմ ապրուստը իմ ձեռքի աշխատանքն է, ես օր ու գիշեր չաշխատեմ, մի կտոր հացի կարոտ կմնա։ Լսի, ինչ ասեմ քեզ, ասում է թագավորը, ուզում ես սրան փորձի, երևում է դու լավ մարդ ես, ափսոս չի, որ ջուլհակություն անես, գնա կնգած սպանի, արի դարձի ինձ վեզիր, Կեր խմի քեֆ արա մինչև կյանքիդ վերջը։ Թագավորն ապրածքին ասում է ջուլհակը, որ իմ փեշակն էլ ձեռքիցս խլեն, ես իմ կնգամի մազին չեմ կպչի։ Դե գնա ջհանդամա գլուխդ քարը, որ լավություն չես ուզում, դուրս անում սրան թագավորը, մարդուն փորձեցի, տենա սրա կնիկը ինչ իսանա։ Ջուլհակի կնգանն են կանչում պալատը, թագավորն ապրածքին ասում է ջուլհակի կնիկը, եկել եմ, ես գիտեմ, դու լավ կնիկ ես, ասում է թագավորը, բա մինչև երբ պիտի մաշվես ճախարակիդ առաջին ու աղքատ ջուլհակի հետ ապրես, բա ինչ անեմ թագավոր ապրածքինը, ինչ անեմ որն է ասում է թագավորը, գնա սպանի մարդուդ, արի քեզ շինեմ ինձ թագուի, ապր ինձ մոտ քու քեֆին, Բա մեղք չես դու։ Հավատամ ասացիդ թագավոր։ Հավատամը որն է, թագավորը իր օրում սուտ չի ասի։ Էս կինը դուրս է գնում պալատից, թագավորն ասում է, չլի են սարսաղը դրուստ որ սպանի ջուլհակին։ Մարդաղարգում հետևից թե գնացեք տեսեք են տան լույսը վառած մնա։ Կնիկը տուն է գալիս, թե չէ, լավ սրում է դանակը, դնում ծոցը ու նստում ճախարակին, քունը որ նեղում է մարդուն, այ կնիկ ասում է, դու մանի, ես մի քիչ աչքս կպցնեմ, արի ասում է կնիկը, գլուխը դիր ծնկանս, քնի, հենց որ մարդը քնում է, այս կնիկը դանակը հանում է ծոցիցը, մարդու գլուխը կտրում է, դնդնում ու լույսը հանգցնում, խաբարը բերում են թագավորին, թե են տան լույսը հանգավ, Ահ, ասում է թագավորը, ափսոս, որ իմ պատճառով սպանվեց են անմեղ մարդը, ես ուզեցի փորձեմ մարդուն էլ, կնգանել, ես ինչ իմանայի, որ են տեսակ հալալ մարդին, այդ տեսակ հարամ կնիկ կունենա, առավոտը որ լույսը բացվում է, բարին բացի ձեր գլխին, ջուլհակի կնիկը գալի թագավորի պալատ, հրես ասում է, թագավորը ապրածքին է, եկել է։ Ինչի համար ես եկել։ Բա դու չասիր գնա սպանի մարդուդ, արի կդառնաս իմ թագուհին։ Շատ լավ ես արել, որ քո ոտովն ես եկել, առանց իմ կանչելու, ասում է թագավորը ու ձենը տալի դահիճին։
Այս րոպեին այդ կնգա գլուխը թրցրու, կնգա գլուխը կտրում են, համա թագավորը չի կարում հանգստանա, այքան բախ լինի ես տեսակ աշխարը, թե որը էսա կնգա սերն ու հավատարմությունը, այ դրանց քոքը կտրվի, կանչում այրա վեզիրին, ես գնում եմ որսանում, բարի սիրտս մի քիչ հանգստանա, վեր կունես պալատական դահիճներին, կգնաս առաջին կնանոնց գլխները կկտրես, կգնաս քուպտան միջի կնանոնց գլխները կկտրես, վերջ ինչքան կնի կարմատ կա քաղաքի միջին, մինչև 2 տարեկան աղջկրանցը, բոլորին կկոտորես կվերջացնես, որ որսիցը ետ դառնամ, մի կնիկ ինչ ատենամ, գլուխդ կտրել կտամ, թագավորն էլ չի պատմի տվես ձյուն, գնաց խեղճ վեզիրն էլ գլուխը կորցրած, սիրտը կոտրած, աղլուխը դրեց աչքերին ու մղկը տալով, լաց լինելով գնաց տուն։ Այս վեզիրին մի ալևոր հեր ուներ։ Էդ ինչ է որդի ասաց, ինչի ես լաց լինում։ Հայր, թագավորը կատաղել է, պատճառն ինչ է, հավատալու բան չի հեր, մի անզգամի մեկը մի ջուլհակի կնիկ, սպանել է իրա մարդուն, դրա վրա թագավորը հրամայել է ինձ, որ կոտորեմ բոլոր կնանոնցը, առաջ իրա ընտանիքի, հետո մեր տանու, վերջը սաղ քաղաքի միջի, հենց որ մի կնիկ արմատել է մահից չպրծնի, որսիցը ետ եկավ, տեսավ մի սաղ մնացած կնիկ, գլուխս կտրելու է։ Այ որդի ասաց հերը, վաղ թե ուշ մեռնելու ես, լավն է նա հիմա մեռնես, այդքան կոտորվածների մեղքը վիզը չառնես։ Համադար համբերի միջև իրիկուն թագավորը, որ եթե կա որսիցը ինձ տար նրա մոտ, ես մի երկու խոսք կասեմ նրան, թե կարացի կփրկեմ կյանքդ, թե չէ նոր թող գլուխդ կտրի։ Վեզիրը բռնեց հոր ձեռքիցը, տարավ նստացրեց պալատի դռանը։ Թագավորը որսիցը ետ եկավ, տեսավ քաղաքը լիքը կնանոնցով, ոնց թե, բա իրա հրամանը չեն կատարե, ոտքը գետնավը տվեց, դահիճ գոռաց, դուր եկավ, որ վեզիրի գլուխը թրցնել տա, տեսավ վեզիրի ալևոր հերը դրանը նստած է, ալևորը ուզեց ոտքի կանգնի, համա թագավորը ետ նստացրեց նրան, դու ասեց, իմ օղորմացիկ հոր վեզիրն է սեղան, քեզ սազական չի իմ առջև ոտքի կանգնես, այստեղ ալևորը թե իմ թագավորի որդի թագավոր, իրավունք տուր ինձ ասավ, մի երկու խոսք ասեմ, իրավունքը քունն է, վեզիր պապի ասաց թագավորը, նստեց ալևորի կողքին, ասա, ես լսում եմ։ Իմ թագավորի որդի թագավոր, ասաց ալևորը, իմացած լինես, որ ժամանակին ես ղաչաղ ավազակապետ եմ եղել, 40 ղաչաղի գլուխ կանգնած, օղորմացիկ քո հերը չկարողացավ իմ հոխիցը գա, վախիցը ինձ իրա վեզիր նշանակեց, են գնացած անցած ղաչաղորելիցս մի օր, ճամփին մի ջահել ձիավոր ռաստ եկա, ամբեղան մորուք կլներ 15 տարեկան, այս ձիավորը սազերացում, խաղ ասում, հետն է լաց լինում, ձեզ քաշացի մոտեցա սրան, ձիոցը վեր արյասի, ձիլտել շորերը տել տուր ինձ, դու գնա հեռացի, մեղքս էկար կյանքդ քեզ եմ բաշխում։ Սա իսկի տերը չեղավ, կարծես իրեն չեն ասում, ըստը ես չարացա, ինչքան ուժում ես ուշկար խփեցի դրա մեջքին գուրզովը, ամասկի երեսիս էլ մտիկ չարեց, վրա 3 անգամը, որ խփեցի սրան, նոր ձիու գլուխը թեքեց իմ կողմը, դու ասեց շատ պետք է զահլես տանես, բռնեց իմ ձիու նախտիցը, ինձ գետնովա տվեց, ուզում էր սպանի, ես ոտներն ընկա աղաչեցի, աստծու սիրուն ասի, այ ջիվան, ինձ մի սպանի, մահավիտյան քեզ ծառա կլինեմ։ Նոր խելքի եկար, ասաց, վերկաց գնանք։ Վերկացա, նստեցի ձիուս, երկուսով գնացինք հասանք միլիար քարափի ու սրա ծերպին մի մեծ ամարատ կար վերի աշտարակով, այս ջիվանը խուրջինից 40 հատ մեծ ու հաստ մեխ անեց, հմի ասեց, ես այս մեխերը պատին խպելով կբարձրանամ միջև ամարաթի գլուխը, միսը հատ ինձ կսպասես, թե էկա, թե հուչե, ձիս կարնես կգնաս, աստված քեզ հետ,
ասեց, մեխերը պատին խփելով բարձրացավ, հասավ պալատի գլուխն ու չքվեց։ Մի սահատ չանցկացավ, վեր եկավ ներքև, ձեռքին մի տղամարդու արնոտ նոր կտրած գլուխ։ Այս գլուխը դրեց մի պարկի մեջ, պարկը կապեց ձիու թարքին։ Վեր գնանք, որ մոտ կացանք քաղաքին, սա ճամփեն ծռեց դեպի գերեզմանոցը։ Կանգնեց մի թազա գերեզմանի մոտ, տոպրակի միջից ընկտրած գլուխը հանեց ու խփեց գերեզմանի քարին։ Հրես, ասեց Ազիզ ջան, քո դուշմանի գլուխը դու հանգիստ քնի, ես քո վրա ժահանեցի, համակումայից յետը ես էլ ընչի ապրեմ։ Ասիլն ու խանչալը հանիլը մեկ եղավ, մինչ ես հասկացա, թե ինչ ա ուզում անի, նա խանչալը խրեց իրա ջանը նենց, որ ծերը մի 4 մա դուրս եկավ մեջքից։ Լսի ինձ, ասեց, ես կնիկ արմատեմ, գերեզմանն էլ իմ մատու գերեզմանն, ես սպանեցի իմ արդ դուշմանին, Աստծու անունով աղաչանք եմ անում քեզ, հանի խանչալս, նրանով փորի մարդուս գերեզմանը, ինձ թաղի նրա կողքին, մեր դուշմանի գլուխն էլ մեր ոտքերի տակին պատուր մեզ վրա, գնա քեզ հալալա, համ իմ ձին, համ մեր դուշմանի սա հարստությունը։ Իմ թագավորի որդի թագավոր, տեսնում ես, ասեց ալևորը, ես իմ ասած կնիկն էլ էր կնիկ, ջուլհակի կնիկն էլ էր կնիկ, ամեն տեսակ կնիկ կա աշխարհքի երեսին, հիմի ուզում ես մի անզգամ կնգա պատճառով բոլորին կոտորես։ Լավ, ասենք թե կոտորել տվիր մեր քաղաքի կնանոնցը, դրանով աշխարհքի երեսի կնանոնց քո քաղաքի կտրվի։ Այստեղ թագավորը խոր մտածմունքի մեջ ընկավ, վերջը թե հա վեզիր պապի, դու արդար ես, բաշխում եմ քեզ վեզիր որդուդ գլուխը։ Այստեղ ասազական մեր օրմացիկ պապական խոսքը, թե ամեն սարսախ հրաման չենք